Կիրակի երեկոյանն է եթերում եւ այսօր, երբ մենք կարող ենք ուղղակի պատկերացնել մեր օրը եւ ամփոփել օրը հասկանալով, թե ինչի ենք մենք հասել եւ արդյոք մենք երջանիկ ենք։ Ինչու հենց այսպիսի գլոբալ հարցեր մենք պետք է քննարկենք հենց այսօր, քանի որ այսօր կանանց միջազգային տոնն է եւ պետք է հասկանալ ամենամեծ նպատակի մասին։ Մենք երջանիկ ենք, թե ոչ։ Երկիր մեդիայի եթերում սկսում է իր աշխատանքը Կիրակի երեկոյան ծրագիրը եւ մենք այսօր խոսելու ենք կանանց հետ, հայ կանանց հետ, ովքեր ուժային կառույցների ներկայացուցիչներ են։ Մոտ մեկ դար է, ինչ այսօրը հռչակվել է իբրև կանանց միջազգային օր։ Նախ շտապեմ շնորհավորել իքական սեռի ներկայացուցիչների այս տոնը։ Սիրելիներս, միշտ եղեք գեղեցիկ ու ժպտերես, անհոգ ու երջանիկ։ Հարկ եմ համարում ներկայացնել մի փոքրիկ պատմություն, որի շնորհիվ այս օրը տոն է դարձել։ 1908 թվականի նույն օրը Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց են կազմակերպում։ Մեկ տարի անց Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին կանանց ազգային օր է հռչակում։ Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվել է 1911 թվականին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում եւ Շվեյցարիայում։ Իսկ արդեն 1977 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակում է իբրև կանանց միջազգային օր։ Անկախության հռչակումից հետո 1996 թվականին մարտի 8-ը հանվեց մեր երկրի պետական տոնացույցից։ Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց մայրության ու գեղեցկության օր։ Այնուհետև 2001 թվականին ընդունվեց տոների եւ հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում ոչ պաշտոնապես հայտարարվում է կանանց միամսյակ։ Հայաստանում օրը նշանավորվում է կանանց ուղղված շնորհավորանքներով, բայց կան երկրներ, օրինակ Ֆրանսիան, որտեղ մարտի 8-ին կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված կոնֆերանսներ, ցույցեր ու երթեր են կազմակերպվում։ Ի տարբերություն մնացած երկրների մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չի համարվում։ Այդ օրը Իտալիայում տղամարդիկ եւ կանայք միասին չեն նշում։ Իսկ ահաչինացիները փորձում են ապացուցել, որ կանանց սիրտ տանող միակ ճանապարհը ստամոքսի միջով է անցնում։ Այսօր այստեղ կանանց հանդեպ իրենց գորովանքն արտահայտելու համար յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսևորի իրեն իսկական խոհարարի պես։ Մարտի 8-ին բոլոր կանանց համար Չինաստանում ոչ աշխատանքային օր է։ Այսօրը կանայք մասնակցում են Miss Pekin մրցույթին, բոլորին փորձելով ապացուցել, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկ կանայք են։ Կիրակի երեկոյանը արդեն իսկ սկսվել է եւ շարունակում ենք, ինչպես տեսնում եք, մեր հյուրերը այսօր տաղավարում են եւ մարտի 8-ը մենք այսօր առավոտից սկսել ենք շնորհավորել բոլոր կանանց եւ աղջիկներին եւ շարունակում ենք շնորհավորել այս անգամ համազգեստով կանանց։ Եվ փորձենք հասկանալ, թե որն է այդ յուրահատկությունը եւ հարցս այսպես 4 կողմի վրա այսպես ուղղելով պետք է ասեմ, որն է կնոջ յուրահատկությունը համազգեստի մեջ։ Ես չեմ կարծում, որ զինվորական ծառայությունը կանացի աշխատանք չէ։ Անշուշտ հայրենիքին ծառայելը մեծ հպարտություն է։ Ցանկացած հայի համար, այդ թվում նաև կնոջ։ Մենք փոքր ազգ ենք եւ մեր ամբողջ պատմությամբ մենք պաշտպանվելու խնդիր ունենք եւ կարծում եմ ունենալու ենք եւ մեծ պատիվ է, երբ հայրենիքի ճակատագիրը որոշման ժամանակ ինչու թողել միայն տղամարդկանց ուսերին այդ լուրջ հոգսը եւ կանայք այս դեպքում դեռ մեր պատմությունից եկած մենք ունենք հերոսուհի հրաշալի կանայք, այծեմնիկ, սոսեմայրիկ, որոնք իրենց ամուսինների կողքին մինչև վերջի շունչը այսպես պաշտպանում էին, մարտնչում էին հայրենիքի համար եւ այս դեպքում այո իրենք հայրենիքի ծառա էին եւ այնպես չի որ կանացի չէր իրենք ոգեշնչում էին իրենց ամուսիններին, իրենց տղամարդկանց, իրենք ուժ էին տալիս, այսպես եւ դա շատ պատվախնդրորեն եւ մենք այսօր կոչված ենք շարունակելու իրենց գործը եւ ես նույնպես ինձ համարում եմ գոլեգան այն հայ զինվորական կանանց, ովքեր Արցախյան պատերազմում այս նույն համազգեստը կրելով կանգնած էին մեր վիրավոր հիվանդ զինվորների կողքին եւ դարձյալ կին լինելով այսպես արժանապատիվ ձևով տղամարդկանց հոգսը կիսում էին համահավասար։ Ներեցեք, եթե անհամեստ եմ։ Եվ կարծում եմ սա մեծ գործ է, որ կինը կատարում է եւ սովորական աշխատանք չէ անշուշտ։
պետք է մեզ ներեն մեր հեռուստադիտողների արական հատվածը, որովհետև մեր տաղավարում չկան տղամարդիկ եւ չեն կարող առարկել, չնայած որ այսօր այսպես համարենք, որ օպերատորների դեպ մեր կարող են միջամտել, ես այսպես կարծում եմ, ընթացքում հետաքրքիր կլինի, բայց համենայն դեպս։ Եթե այստեղ կանայքենք նաեւ ուղղակի հասկանանք, Համենայն դեպս միևնույն է, սրանք որոշակի կարծրատիպեր են, որոնցից դուրս գալ դեռևս չի ստացվում եւ մենք մտածում ենք, որ իրականում, այսինքն մեր հանրությունը եւ հայ հասարակությունը մտածում է, որ կինը համազգեստում նույնքան վտանգավոր է, որքան եւ ղեկի վրա։ Դա ճիշտ է, ինչ եք կարծում։ Կինը համազգեստով կինը միևնույն է, մնում է կին, անկախ համազգեստի գույնից եւ կոչումից կան դեպքեր կան լինում են առիթներ, որ նույնիսկ կինը ավելի արագ է կարողանում լուծել հարցը, միայն թեկուզ պայմանավորված է նրանով, որ կանացի ձայնով խնդրում ես կամ ուղղակի պահանջում ես, բայց էլի քնքուր, որ այս հարցը այսպես արվի, որովհետև քաղաքացին 2 օր է այսպիսի պրոբլեմ ունի բնակարանում կամ շենքում, հա, ես օրինակ եմ ուղղակի բերում։ Կանացի ձայնը օգնում է։ Խոսքս նաև քեզ ուղեմ, Էլեն, իրականում մեր բոլոր հեռուստադիտողներն էլ նաև փողոցում շրջելով կարող են տեսնել նման համազգեստով ոստիկան աղջիկների նաև, որոնք հենց հրեշտակներ են կոչվում, հրեշտակների գումարտակից, բայց սա ինչպես ես նախ սկսել, ես կցանկանայի հենց քո անձնական օրինակի վրա նաև հասկանանք, թե ինչն է բերում աղջկան դեպի նման աշխատանքներ։ Կոնկրետ ինձ սկզբնականում դուր էր եկել համազգեստը եւ այնուհետեւ երբ որ անցա ծառայության ոստիկանական համակարգում ես հասկացա, որ շատ բարդ ուղի եմ ընտրել եւ շատ բարդություններ հաղթարեցի, արդեն 2 տարի է ծառայում եմ։ Ինչ տիպի դժվարություններ են դրանք։ Դրանք ֆիզիկապես, այսինքն անհավասար իրավիճակ է, երբ դուք տղամարդկանց նման պետք է պատրաստված լինեք, այսինքն եթե որոշակի մարդկանց իրավիճակ է, երբ հավաքված են կամ խնդիր կա շտկելու, այստեղ դուք կարող եք նույնքան էֆեկտիվ լինել, որքան եւ տղամարդիկ։ Եվ ֆիզիկապես եւ հոգեպես դժվար էր սկզբնականում տղամարդկանց միջավայրում աշխատելը, բայց մեր գումարտակներում կան աղջիկներ, որոնք որ ֆիզիկապես շատ պատրաստված են, եւ մենք բոլորս էլ անցնում ենք դասընթացներ շաբաթական 3 անգամ, եւ ֆիզիկապես եւ օրենքներ ենք սովորում։ Այդքան։ Եվ այդպեսով արդեն լինում եք պատրաստ որոշակի։ Չնայած եթե փորձենք իսկապես անկեղծ լինել, հասկանալ տարատեսակ իրավիճակներ կան, վստահ եմ ձեր փորձից ելնելով դուք ավելի շատ եք բախվել, քան ես օրինակ ֆիլմեր դիտելով եւ իրականությունից, այսինքն բավականին հեռու, բայց ամենայն դեպս ամենատարատեսակ երևույթները մեր երևակայությունը կարող է թույլ տալ, որ մենք պատկերացնենք, թե ինչպիսի իրավիճակներ կարող են տեղի ունենալ։ Այս դեպքերում արդյոք ավելորդ չի լինում կնոջ կերպարը նման իրավիճակներում, նման մասնագիտության մեջ։ Եվ խոսքս կցանկանամ անպայման ձեզ ուղղել Մարգարիտա, որպես մարդ այն մասնագիտության տեր, որը միանշանակ համարում են տղամարդկանցը, որովհետև արդարության մասին եթե խոսել, ապա խոսում են տղամարդիկ միայն։ Շնորհակալություն, սակայն թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ։ Ինչու՞։ Պատասխանեմ, որ արդարադատություն իրականացնելը դա աշխատանք չէ։ Եվ դատավոր լինելը նույնպես աշխատանք չէ, դատավոր լինելն առավել կարգավիճակ է, իսկ արդարադատություն իրականացնելը դա առաքելություն է։ Իրականացնել արդարադատություն ինչու հնչեղ է միայն տղամարդու շուրթերից։ Եթե մենք առավել տարածական վերլուծենք իրավիճակը եւ բովանդակությունը, հիշենք արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդային, ապա պետք է նկատել, որ դեռ արդարադատության խորհրդանիշը Ֆեմիդան ինքն է իր ձեռքերում կշեռքը բռնել։ Ուրեմն եւ արդարադատության խորհրդանիշը սխալ չի լինին կնոջը տարանջատել արդարադատությունից։
բավականին ուժեղ փաստարկ էր, պետք է նշեմ, անակնկալ կերպով, բայց ամենայն դեպս օբյեկտիվորեն կնոջը ավելի դժվար չէ արդյոք, որովհետև բոլորս է գիտենք, որ մենք ավելի էմոցիոնալ ենք, կարող ենք պահի ազդեցության ներքո իրականացնել որոշակի որոշումներ, որոնք հաջորդ րոպեին գուցե եւ մենք չկայացնեինք։ Աշխատանքում մենք ունենք հստակ պարտավորություններ, ունենք սահմաններ եւ գիտելիքները, գիտակցությունը այն ուղղորդում է։ Ընդհակառակը կինն առավել ուշադիր է, կինն առավել հոգատար է։ Եվ այդ հոգատարությունը ուշադիր լինելու հատկանիշը եւ պատասխանատու լինելը իր դերը եւ նշանակությունն ունի որոշումները կայացնելիս։ Եվ որոշումներ կայացնում ես ոչ թե ուղղորդված հույզերով, հակառակը ես կասեի առավել մեծ ուշադրությամբ, առավել մեծ հոգատարությամբ, ինչը նվազեցնում է սխալվելու հնարավորությունը։ Իսկ սխալվել մենք իրավունք չունենք, ուղղակի թույլատրելի չի։ Կա այսպիսի բան 6-րդ զգայարան կամ ներքին ձայն կամ կանանց համար ինտուիցիա ասվածը, որը շատ հաճախ լինում է շատ ուժեղ, համաձայնեք։ Այդ ժամանակ այդ գիտելիքները, օրենքները, եթե այսպես նժարի վրա դնենք եւ հանկարծ այս կանացի ինտուիցիա ասվածը գերակշռում է, ինչ են անում այդ դեպքում այս մարդիկ։ Իհարկե միշտ կինը կնոջը ուղղորդում է այդ զգայարանը, ինտուիցիա կանվանենք, սրտի ձայն կանվանենք, սրտի թելադրան կանվանենք, բայց ինքը ինքնուրույն չէ ներազդում գիտակցության վրա։ Այդ զգայարանը եւ ինտուիցիան օգնում են կնոջը գտնել ճշմարտությունը օրենքների դաշտում, օրինականության սահմաններում։ Շատ լավ, Տիկին Նոնա, ձեր փորձից ելնելով, ինչպիսի իրավիճակներ են եղել, երբ դուք հասկացել եք, որ գուցե ձեր սեռը ինչ որ մի բան փոխում է այստեղ եւ դուք այլ որոշում պետք է կայացնեք, սակայն այսպես ասած սիրտը ուրիշ բան է թելադրում։ Նման իրավիճակներ եղել են թե ոչ։ Ոչ, աշխատանքի ընթացքում, ծառայության ընթացքում մոռանում ես կանացի քո կարգավիճակը, կնոջ կարգավիճակը։ Հոգեպես ասեմ ձեզ, հոգեպես տղամարդուն հավասար յուրաքանչյուր այստեղ նստած է, կին աղջիկ, չեմ կարծում, որ կզիջի, անկախ ամեն ինչից։ Դեպքի վայրում, կամ պատահարի ժամանակ սառնասրտորեն բոլոր տեսակի ճշտումները, հարցերը, մոտենալը կատարում ես, ինչպես կարգն է, ինչպես պահանջված է, այ հետո, երբ որ արդեն դու տանն ես, այդ ժամանակ արդեն թախիցն իջնում է, որովհետև, ինչպես ասեց մեր Մարգարիտան, մենք կին ենք, մենք մայր ենք, ու երբ հանկարծ ճանապարհատրանսպորտային պատահար է ու դու կարդում ես, դու անունները գրանցում ես ու տեսնում ես, որ քո երեխայի տարիքին է, Աստված ջան, 14 տարեկան է, 10, պարզապես այստեղ է, որ մայրական, կանացի, նույնիսկ ասեի մայրական ինստինկտը քեզ մի փոքր ճնշում է, որովհետև չես կարող սառնասիրտ լինել այդ աստիճան, բայց դեպքի վայրում ոչ, կատարում ես այն, ինչ դրված է քո, այն առաջադրանքը, ինչ դրված է քո առաջ, անկախ նրանից ձորնել ես իջնում, ձորից ես բարձրանում, թռնում ես էլ, եթե անհրաժեշտ է, այդպես փոքրիկ առվակից, ոտքով էլ արագ բարձրանում ես, վերելակին չես սպասում, այն ինչը պահանջում է այդ պահին, որ դու պետք է կատարես։ Եվ եւս երկու կարևոր հարց կա, որը թե ինչպես այս մասնագիտությունները ազդում անձի ձևավորման վրա, որովհետեւ մարդը ինչքան էլ ապրում է, միևնույն է փոփոխությունների ենթակա է եւ իր էությունը միևնույն է փոխվում է։ Որքանով են այս մասնագիտությունները ազդում ձևավորման վրա։
Գիտեք, ինչ խոսք, բայց ասեմ ձեզ դրական ազդեցություն են թողնում, որովհետև եթե մինչ այդ կարող է աննշան, աննշան, ես իմ աշխատանքի ոլորտի, իմ ծառայության ոլորտի մասին ասեմ, եթե մինչ այդ մտածում էիր, որ հանկարծ ընդունենք գազի արտահոսք եղավ, խոճապի կմատնվեիր, թե ինչ կանեիր, չէ՞, կրակը ամենաառաջին արհավիկն է, որը շատ վտանգավոր է։ Հիմա ավելի ուշադիր ես, ավելի նույնիսկ ասեմ սառն եմ դատում, որովհետև որպեսզի ինչպես կա այդպիսի բառեր, չէ, ով իրազեկված է, նա պաշտպանված է։ Դրա համար կարելի է գազի փականը փակել, մեկ անգամ եւս ստուգել։ Ես ուղղակի դա օրինակ եմ բերում։ Ոչ, աշխատանքը ծառայության ընթացքում սովորում ես ավելի սառը դատել, ավելի դիմացկուն լինել։ Խոչընդոտները երբ առաջանում են կյանքում, դա մեծ այնինչ դու տեսել ես երեք, դա մանրուք է թվում ու մի փոքր մտածելուց հետո շատ արագ դու լուծում ես տալիս, եթե դա քո ընտանիքի մեջ է։ Ուրեմն ասեմ, աշխատանքը մեր ծառայությունը, այստեղ բոլորս ըստ ձեզ ոչ կանացի է, ոչ, ես կասեի բավականին կանացի է, ես մոտ բոլորը շատ գեղեցիկ են։ Իդեպ նկատեք, այո, մենք իսկապես մեր ողջ անձնակազմը հաղորդումը սկսելուց առաջ դեռևս հիացած էր եւ նկատել էր այդ ամենը։ Բոլորը շատ գեղեցիկ են ու ես շատ ուրախ եմ, որ այսպիսի մարդկանց հետ նստացեմ հիմա։ Շնորհակալություն բոլորիդ ձեր ծառայության համար։ Շնորհակալ ենք։ Տաթև, ես գիտեմ, որ դուք նաև ունեք բժշկական կրթություն եւ սկսել եք ձեր կարիերան, կարելի է ասել, հենց այս ուղով, բայց այնուամենայնիվ փոխվել է։ Ինչն էր ձեր ճակատագրում, որ այսպիսի բեկումնային շրջադարձ մտցրեց։ Գիտեք, բժշկական ինստիտուտում իմ ուսանողության տարիները համընկնեցին ցրտի, մթի, արցախյան պատերազմի տարիներին եւ այսպես ինձ հետաքրքրում էր ամեն դեպքում, այսպես ես այդ տարիներից, որ տեսնում էի իմ կուրսի տղաները, մեզանից բարձր կուրսի մեկնում էին ինքնակամ, մեկնում էին եւ այսպես հայրենիքի շունչը մտել էր իրենց մեջ, ինձ հետաքրքրում էր եւ չգիտեմ, ցանկացած աշխատանք կամ պատահական է ստացվում, կամ անհրաժեշտությունից ելնելով, կամ այսպես սիրով դու ուզում ես ինչ-որ, այսպես ստացվեց, ես հայտնվեցի զինված ուժերում եւ դուք հարցնում եք ինչպես է փոխում, աշխատանքը մարդուն։ Անշուշտ իմ դեպքում իմ բոլոր դրական հատկանիշները ավելի ընդգծվել են, ավելի խորացել են, ավելի սրվել են։ Եթե ես բարի էի, ես ավելի բարի եմ դառել։ Եթե հայրենասեր էի, շատ ավելի հայրենասեր եմ դառել։ Եթե զգոն ու զուսպ էի, կարծում եմ կրկնապատկվել է, որովհետև կինը զինված ուժերում աշխատելով, տղամարդկանց հոգսը կիսելով, այսպես փորձում է անվրեպ ապրել, անվրեպ աշխատել, իսկ դա արդեն նշանակում է սթափ, կենցաղ, սթափ ապրելակերպ, ուստի բնավորությունը նույնպես փոխվում է։ Մի խոսքով ինձ շատ դրական բաներ է տվել ծառայությունը։ Իդեպ խոսքի մեջ շատ մի կարևոր բան նշեցիք, իրականում աշխատում եք տղամարդկանց հետ։ Մեծամասնությունը տղամարդիկ են։ Այդ դեպքում որոշակի ընդառաջումներ գուցե կամ կանխակալ մոտեցում եւ վերաբերմունք չկա արդյոք։ Հայ տղամարդը միշտ հարգանքով է վերաբերվում կնոջը եւ դա առավել դրսևորվում է նաեւ աշխատանքային հարաբերություններում։ Միշտ զիջող է, միշտ հոգատար է եւ պատրաստական աջակցել։ Բայց այստեղ եւս մեկ տարբերություն կա, որ ես կցանկանայի ընդգծել աշխատանքում հանրության հետ շփման ժամանակ կնոջը չեն զիջում։ Կին դատավորը ինքը արդարադատություն իրականացնելիս, ընդհանրապես դատավորն արդարադատություն իրականացնելիս իր համազգեստն է կրում, որ մենք անվանում ենք պատմուճան, որպեսզի չզանազանվի եւ սեռը, եւ արտաքինը, եւ տարբերություն հանրության համար
տարիքի, սեռի տեսանելի չլինի։ Եվ դա իր դրսևորումներն ունի։ Հանրությունը մեզ արդարադատություն իրականացնող դատավորին որպես կին թե տղամարդ չի ընկալում։ Եվ նա երբևէ ըստ իմ ձեռք բերած փորձի, իմ դիտարկումների, իմ կողմից կատարված հետևությունների հանգում են նրան, որ չի զիջում։ Իր համար էական չի։ Կինն է թե տղամարդ է, ինքն ունի իր խնդիրները, իր ակնկալիքները արդարադատության նկատմամբ եւ դա արդարացված է իհարկե։ Եթե դա իսկապես այդպես է եւ թող չհնչի իմ խոսքերը որպես կասկած, ապա դա իդեալական տարբերակն է, կատարյալ տարբերակն է ձեր նշված բոլոր այդ կետերը, սակայն երբևէ կյանքի ընթացքում եւ նման փորձ ունեք, բավականին երկար աշխատանքային փորձ ունեք, մասնագիտական ձեռքբերումներ ունեք, ընթացքում երբևէ չի եղել, որ կանխակալ մոտեցում ունենան եւ կարծիք ունենան տղամարդիկ ասելով դե միևնույն է դա սա կին է, լավ դա այդ դեպքում շատ չհանրարենք կամ շատ չպահանջենք կամ ընդհակառակը միևնույն է թերահավատորեն չեն մոտենում երբեք։ Ոչ։ Ինչու ասեմ ոչ, օրենքը թույլ չի տալիս։ Օրենքը աշխատանքային պարտականությունները միասնական են։ Արդարադատության հանդեպ պահանջը նույնական է եւ բացարձակ էական չէ։ Այդ դատական ակտը, այդ որոշումը կայացրել է կինը թե տղամարդը։ Եվ պարտականությունների բաշխումը նույնպես միասնական է։ Ընդհակառակը Աստված մի արասցե սխալի դեպքում երբևէ չի քննարկվի այդ սխալը կինն է թույլ տվել թե տղամարդը։ Եվ մոտեցումը միասնական է։ Այնպես որ պարտականությունները կատարելիս նույնպես ակնկալիքները նույնական են, որովհետև այդպիսին է օրենքը։ Այս դաշտում աշխատանքային այս պարտականությունների դաշտում գուցե եւ այստեղ է արծարծվում պատասխանատվության աստիճանը, չկա տարբերություն։ Ուղղակիորեն օրենքը թույլ չի տալիս։ Շատ լավ եւ նորից անդրադառնալով Էլեն քեզ եւ նաեւ ձեր բնակավարը այնպեսին է, որ այստեղ տարբերությունները միևնույն է պետք է Երևան եւ սա գոնե ֆիզիկական պատրաստվածության վրա, որովհետեւ բնականաբար, եթե որոշակի դժվար իրավիճակ է, երբ փողոցում հարբած տղամարդիկ կռվում են, հիմա չգիտեմ, ավելի հեշտ կլինի քեզ ուղարկել աշխատանքի, թե ուղարկել եւս երկու ավելի պատրաստված տղամարդ ոստիկանների։ Այս իրավիճակը ինչպես է հարթվում այս բնակավարում։ Իմ կարծիքով, երբ որ ինչ-որ նմանատիպի դեպքեր են լինում, տղամարդիկ նկատելով մեզ ավելի սաստկանում են եւ թույլ չեն տալիս այն ամենը, ինչ որ թույլ կտային իրենց տղամարդ ոստիկանների ներ։ Ձեր ընտրությունը ինչպես են գնահատել ձեր ընկերները, մտերիմները։ Սկզբնականում նրանք զարմացած էին, քանի որ ինձ համապատասխան չէին համարում այս աշխատանքը։ Այնուհանդերձ ես նրանց ապացուցեցի, որ դա իմն է եւ դա ինձ դուր է գալիս։ Ինձ թվում է ամեն ոք ինքը պետք է ընտրի իր մասնագիտությունը եւ իր աշխատանքը։ Ոչ մեկ չի կարող նրան պարտադրել այս կամ այն աշխատանքը։ Կամ մասնագիտությունը, ինչը շատ ավելի հետաքրքիր է։ Ես առաջարկում եմ հիմա դիտել մի նյութ, որը արել ենք մի քանի օր առաջ հենց քեզ հետ եւ նաեւ այս հարթակում տեսնենք։ Մանուկ հասակում շատերը երազում են բժիշկ, ուսուցչուհի կամ երգչուհի դառնալ, ոմանք էլ ոստիկան։ Սակայն Էլեոնորա Կոկոյանը ձեռնաշղթա կամ զենք բոլորովին չի երազել։ Նա ոստիկանության համակարգում հայտնվել է ոստիկանի համազգեստի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ։ Մեր օրերում թերևս այնքան էլ ակտուալ չէ խոսել կանանցի կամ ոչ կանանցի մասնագիտության մասին, քանզի եթե կինը ունի որոշակի գիտելիքներ եւ հմտություններ այս կամ այն աշխատանքը կատարելու համար, ես որևիցե խնդիր չեմ տեսնում։ Հրեշտակների գումարտակի ստեղծումը համարվում է ոստիկանության ձեռքբերումներից մեկը, որի առաքելությունը ոստիկանության հանդեպ հասարակության բացասական վերաբերմունքը փոխելն է։ Գումարտակի ոստիկան կանայք ծառայություն են իրականացնում հատուկ ոստիկանական համազգեստով եւ գեղեցկացնում մայրաքաղաքը։ Ինձ թվում է մեծ կարծրատիպեր է փոխել ոստիկան կինը ոստիկանական համակարգում եւ նույնիսկ քաղաքացիների մոտ է դա նկատվում։ Ինչ հարցերով որ չէին մոտենա տղամարդ ոստիկանին, հիմա նրանք մեզ հանգիստ մոտենում են եւ մենք իրենց խնդրին տալիս ենք լուծում։
հենց այնպես ոստիկան չեն դառնում։ Նրանք վերապատրաստվում են, սովորում օտար լեզուներ, հոգեբանություն, տիրապետում են մարտարվեստի հնարքների, բանակցելու եւ առաջին բուժօգնության հմտությունների, ծանոթանում քրեական եւ վարչական իրավունքներին։ Այդուհանդերձ ոստիկան կինը կարողանում է համատեղել անձնականն ու գործնականը։ Արդյոք խոչընդոտ չկա այն կանանց կյանքում, ովքեր ընտրել են բարդ մասնագիտություն։ Օրինակ հենց ձեր կյանքում, որպես ոստիկան։ Ինձ չի թվում, որ խոչընդոտներ կան, քանզի կինը ինքն է որոշում իր մասնագիտությունը։ Մասնագիտություն ունենալ անշուշտ կարևոր է, սակայն ինչ է իրականում հարկավոր կնոջը երջանիկ լինելու համար։ Ինձ թվում է երջանկությունը հստակ բանաձև չունի, այդուհանդերձ կանացի երջանկությունը ասոցացվում է սիրո հետ, սերը առգեղեցիկը, սերը ընտրյալի, զավակի, ընտանիքի նկատմամբ։ Այնպես որ էական չէ, թե ինչ մասնագիտություն ես ընտրել։ Կարևորը կարողանաս այն պատշաճ կատարել եւ երջանիկ լինել։ Դիտեցինք նյութը եւ չեմ կարող հարցս չուղղել քեզ, ինչպես են տղամարդիկ վերաբերում այս մասնագիտության տեր կանանց։ Ես նաեւ տեսանյութում նկատեցին քո ընտրալի հետ այս զբոսանքը կարելի ասել, ինչպես է ինքը գուցե վերաբերվում եւ արդյոք որոշակի հարցեր կամ խնդիրներ կամ պատնեշներ չի առաջացնում։ Իհարկե ոչ, եթե դու սիրում ես դիմացինիդ, դու պետք է սիրես նրան իր մասնագիտությամբ, իր ընտրած ուղով հանդերձ։ Տիկին Նանա, նաև հաշվի առնելով ձեր փորձը եւ նաև ընտանիքը հաշվի առնելով, ինչպես են վերաբերվում տանը։ Այդ գործի տեղ մի փոքր անդրադարձ նաև արեցիք, որ այո, տանը երբ հայտնվում ես, արդեն պատկերացնում ես այդ ամենը եւ որոշակիորեն քո էմոցիաների վրա ազդում է աշխատանքը։ Սակայն տանը ձեզ որպես կերպար, որպես մայր, որպես կին փոխում է արդյոք։ Ուրեմն ասեմ, որ էմոցիան միայն այն դեպքում է արթնանում, երբ ես մենակ եմ։ Երբ տանն եմ ու տան անդամները նույնպես ինձ հետ են, ես էմոցիա ընդհանրապես չեմ ցուցաբերում, մայրիկ եմ եւ դա մեծ առաքելություն է։ Բացի նրանից, որ ես փրկարար եմ, ես նաեւ մայրիկ եմ։ Ու արդեն ես իմ մայրիկի պարտականություններն եմ կատարում։ Չեն միախառնվում։ Իհարկե, ոչ, չեն միախառնվում։ Իհարկե, լինում են այնինչ, որ ես կուզեի տանը անել, ասենք, որոշում եմ, որ սա պետք է պատրաստեմ, բայց զգում եմ, որ ժամանակս չի ներում, փոխում եմ, ոչինչ, իմպրովիզա, որ արվում է, ոչ, չի խանգարում աշխատանքը, շատ սիրում եմ իմ աշխատանքը, հպարտ եմ, չափից դուրս, հպարտ եմ, որ կրում եմ այս համազգեստը, որ թեկուզ աննշան, բայց օրվա ընթացքում ես կարողանում եմ օգնել որևիցե մեկին, անկախ նրանից երեխա է, մեծ է, տատիկ է, պապիկ է, ու ամեն անգամ դեպքի վայր գնալուց հետո, երբ մեր փրկարարները աննշան կենցաղային աշխատանքը կատարում են, ես մեր փրկարարներին էլ եմ ասում շնորհակալություն տղաներ, բոլորը ծիծաղում են, թե դուք ինչի եք ասում, շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ դուք մեր կողքն եք, եւ ես հպարտ եմ, որ այսպիսի անձնակազմ կա մեր Հայաստան աշխարհում, որ անկախ ամեն ինչից ամենաաննշան ահազանգը սպասարկվում է։ Ես հպարտ եմ։ Ընդունված փաստ է նաև այն, որ տղամարդիկ իհարկե որոշակի հատված տղամարդկանց չի կարողանում խելացի կանանց եւ ուժեղ կանանց։ Սա արտահայտվում է հատկապես սուր նաև ձեր մասնագիտությունների վրա, թե ոչ։ Գիտեք, ես աշխատում եմ բժիշկների կոլեկտիվում եւ ոչ ոքի չեմ ուզում բնավ վիրավորած լինել, բայց ցանկացած հասարակության մեջ էլիտար շերտերից մեկն էլ բժիշկն է եւ իրենք ընդունում են խելացիությունը եւ կնոջ եւ ցանկացած սեռի իսկ ինչ վերաբերում է ուժեղ, դե գիտեք, քաջությունը ու ուժեղությունը տարբեր բաներ են իհարկե, կանայք զինված ուժերում եւ ընդհանրապես հայ կանայք բոլորն էլ քաջ են, բայց ուժեղ չեմ կարծում, ոչ ոք էլ ուժեղ չի կամ ուժեղ են բոլորը, չգիտեմ, բայց որ խելացի են եւ տղամարդկանց
մեծ մասը ընդունում է խելացի կնոջը, հաշվի է նստում խելացի կնոջ հետ եւ դա իրենց իհարկե ոչ զայրացնում է եւ նույնիսկ իրենց համար էլ մեծ պատիվ է խելացի կնոջ հետ շփվելը։ Ну, մեզ մոտ էսպես է, ես բժիշկների հետ պատիվ ունեմ աշխատելու եւ իհարկե սպայական կազմը զինված ուժերը շատ փոխվել է այդ առումով, ինտելեկտուալ մասաները ավելացել են իհարկե, ուժեղի պահով լռեմ, բայց խելացի կանանց հետ բոլորն էլ ձգտում են աշխատել, ինչու ոչ, հատկապես իմ գոլեգան։ Մեր այսօրվա կարծես թե բոլոր հյուրերի կոլեկտիվները իսկապես որ իդեալական են, ես շատ ուրախ եմ դրա համար, ես նաև կոչ կանեմ բոլոր այն կանանց եւ աղջիկներին, ովքեր գործազուրկ են, ձգտեն նաև այս ուղղություններով աշխատել եւ իրենց ուժերը ցուցաբերել իհարկե, բայց կրկին անդրադառնալով այս հարցին, որը չենք կարող ուղղակի շրջանցել, տեսեք, եւ նաև հետաքրքիր կերպով լռեցիք հենց այդ հարցի շուրջ, որ ուժեղ լինելը կնոջ համար սա խնդիր է առաջացնում ընտանիքում տղամարդկանց հետ հարաբերություններում, թե ոչ։ Ուժեղ կին ամեն մեկը կարող է նրա կողքին լինել, թե ոչ, ըստ ձեզ։ Դա պահանջում է մեծ գիտակցություն, նաև մեծ կամք ընտանիքի անդամից, աշխատանքային կոլեկտիվի անդամից։ Դուք ուղղորդում եք դեպի ընտանիք, թե ուղղորդում եք դեպի կոլեկտիվ, աշխատանքային հարաբերություններ։ Բոլոր դեպքերում խելացի կնոջը, ուժեղ կնոջը ընդհակառակը դա մեծ հարգանքի է արժանանում։ Այն ինչ որ դուք ասում եք իսկապես որ իդեալական եւ կատարյալ տարբերակն է, բայց մենք բոլորս է դուրս ենք գալիս եւ շփվում ենք տարատեսակ շերտերի հետ եւ փորձենք նաեւ մեր կարծիքները արտահայտել ոչ միայն մեզ շրջապատող օղակների մասին, այլև ընդհանուր շատ լավ տեղյակ լինելով հայ հասարակությանը։ Իրականում ինչպես է, ուժեղ կինը ընդունելի է թե ոչ։ Յուրաքանչյուր կին հոգեպես ուժեղ է դառնում, կարծում եմ կհամաձայնվեն, իրեն կողքին կանգնած ուժեղ տղամարդու շնորհիվ հոգեպես ուժեղ է դառնում։ Իսկ միայնակ մայրերը այդ դեպքում։ Միայնակ մայրերը էլի ունեն զավակներ, որոնք ուժ են տալիս եւ նրանք ուժեղ են։ Աշխատանքի մեջ դա ընդհանրապես չի զգացվում, որովհետեւ այսօր երիտասարդները, երիտասարդ կադրերը շատ հարգալից են եւ նրանք չմոռանանք որ սերունդն է 88-ից 94 թվականի ծնված սերունդն է, մութ, ցուրտ։ Ես շատ ուրախ եմ նրանց համար, նրանք են ուժեղ, նրանք այս սերունդը իրոք ուժեղ է, որովհետեւ նախ ամենափոքր հասակից սկսած ունեն իրենց եսը, ունեն իրենց կարծիքը շատ խրոխտ արտահայտել ու այնպես են արտահայտում, որ դու նույնիսկ չես կարող փոխել նրանց միտքը։ Խնդրեմ։ Մի բան նկատենք։ Ինչ է ուժը։ Ինչպիսին է ուժեղ կինը։ Ուժեղ կինը ենթադրում եմ խելացի է։ Գիտակից է, առավել զուսպ է, առավել հեռատես է։ Եվ այդ ուժով, այդ հատկանիշներով կարելի է թվարկել, չչարաշահեմ ձեր համբերությունը, ինքն առավել եւ ընտանիքում եւ աշխատանքային հարաբերություններում նվազեցնում է խնդիրների առաջացումը։ Ուժեղ է այն կինը, ով ունի բարեկեցիկ ընտանիք, լավ երեխա, հոգատար ընտանիք, բնականաբար այդ հատկանիշներով կնոջ առավել նվազում են այն խնդիրները, որոնք պակաս գիտակից կամ մի փոքր թույլ կնոջ կողմից հնարավոր է ենթադրել։ Մարգարիտան մի շատ գեղեցիկ այսպիսի կերպար կառուցեց այն իդեալական ներդաշնակ կնոջ, որը հենց մեր կողքին օրինակ Տիկին Նոնան է նստած եւ ես առաջարկում եմ հենց հիմա դիտել նաեւ մի ռեպորտաժ։ Տղամարդկանց հարիր մասնագիտություններ պարուրված կնոջ բուրմունքով։ Բռնցքամարտիկի, դատավորի, ոստիկանի, թիկնապահի կամ ասենք փրկարարի մասնագիտություն ընտրած եւ զինված ուժերում ինքնակամ ներգրավված հայ կանանց թերևս հենց այսպես կարելի է բնութագրել։ Փրկարար Նոնա Մալխասյանն այդ տեսակի վառ ներկայացուցիչն է։ Համակարգ ընդունվել եմ 1996 թվականի փետրվարին, այն ժամանակ Քրշեր պահպանության վարչությունն էր,
ներքին գործերի նախարարության, հետո երբ որ 2002-ին միացանք արտակարգ իրավիճակների վարչությանը, արդեն տեղադարձանք արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողներ, ծառայողներ եւ ընդունվեցի, արդեն տեղափոխվեցի այն ժամանակ ճգնաժամային կառավարման կենտրոններ օպերատիվ վարչության։ Հիմա արդեն ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն է։ Մուգ կապույտ գլխարկ, դեղին վերնաշապիկ, զինանշանով կապույտ փողկապ, բնական կաշվից սև կոշիկներ եւ սպիտակ ձեռնոցներ։ Ահա այդպիսին է փրկարարների համազգեստը։ Սակայն նույնիսկ այս դեպքում բարդ մասնագիտության տեր կանայք չեն կորցնում իրենց կանացիությունը։ Սովորենք արդեն 24 ժամյա ծառայության, լինում է դեպք, որ մնում ենք էլ, եթե արտակարգ ինչ-որ դեպք է լինում հանրապետության մասշտաբով։ Հոգեբանորեն է դժվար, որովհետև տարբեր տեսակի ահազանգեր ենք սպասարկում, մանավանդ երբ խոսքը վերաբերվում է երեխային, դա թե կինես, մայրես դրանից է, թե ուղղակի զուտ մարդասիրական, հա, նույնիսկ ծերերին էլ, եթե ասենք, թե ուղղակի ոչ թե մահացել են իրենց մահով, այլ ինչ-որ դժբախտ պատահարի արդյունքում հոգեբանորեն է դժվար։ Իրոք շատ հետաքրքիր բուրմունք ունի, թե գնանք համտեսենք եւ նաեւ կպատմենք, թե արդյոք հեշտ է կնոջ համար համատեղել կարիերան կենցաղի հետ։ Փրկարարայից կինը օպերատիվ խմբի գործընկերների հետ միասին ղեկավարներին դեպքի վայրից ստույգ տվյալներ է հաղորդում։ Քանի որ հրշեջը կամ փրկարարները չեն հասցնում ասել, թե այս կամ այն դեպքի վայրում քանի մարդ է տուժել։ Հնարավոր է արդյոք այս բարդ մասնագիտությունը համադրել կենցաղի հետ։ Կարողանում եք համատեղել մասնագիտությունը կենցաղի հետ։ Համատեղում եմ, այլ ելք չկա։ Եվ ինչպես։ Լինում են, չեմ հասցնում ինչ-որ մի գործ, բայց այնպես էլ չի, որ չէ, սովորել ենք, համատեղում ենք, բոլորն ինքնուրույն պատրաստում ես, սովորական կենցաղային, հա, կնոջ գործը լրիվ կատարում ես, համատեղում է։ Տղամարդկանց պատշաճող բարդ մասնագիտություններն ունակ չեն աղավաղելու կնոջ կերպարը։ Ճիշտ հակառակը, դրանք համազգեստին կանացի երանգներ են հաղորդում։ Սակայն ինչ է իրականում ցանկանում կինը եւ հենց ինքը Նոնա Մալխասյանը։ Որպես մայր, որպես կին, ուզում եմ լինի խաղաղություն մեր Հայաստան աշխարհի։ Մեր տղաները թող գնան ուղղակի ծառայեն, ժամկետային ու հետ վերադառնան։ Իսկ երջանիկ ընտանիք, երջանիկ կին լինելու համար պարզապես պետք է ունենաս ներդաշնակ ընտանիք, հասկացող, ընտանիքի անդամները հասկացող, չհասցրեցիր ինչ-որ մի բան տանը, դա չառաջացնի պրոբլեմ, որը մեր տանը փառք Աստծո գերազանց վիճակում է։ Որքան էլ տղամարդիկ թերահավատորեն մոտենան կանանց արհեստավարժությանը, չեն կարող չխոստովանել, որ առանց նրանց աշխատանքը անասանելի տխուր կլիներ։ Սյուժեն նայելու ընթացքում մեր օպերատոր Գրիգորը նաև նշեց, որ իսկապես շատ համեղ խմորեղեն եք դուք պատրաստում եւ շատ հետաքրքիր է նաև այսօր փորձենք մեր հաղորդման վերջին հատվածը նվիրել հայ կնոջ կերպարը բոլորով ամբողջացնելու, ինչպիսին ի վերջո պետք է լինի 21-րդ դարում ապրող հայ կնոջ կերպարը։ Ով է նա։ Նա հայ կին է, հայ մայր է, որը անկախ աշխատանքի բնույթից, ես այստեղ նստած եմ տարբեր մասնագիտությունների դեր կանայք, անկախ մասնագիտությունից իրենք մնում են կին, իրենք մնում են մայր եւ հայ կինը երբեք կարծում եմ չի փոխի իր կերպարը։ Ճիշտ է, մեզ համար ընտանիք հետո մնացածը, բայց ոչ, երբ արդեն գնում ես ծառայության, ընդամենը զանգում հարցնում ես ամեն ինչ նորմալ է, մեկ էլ քնելուց կզանգեք կասեք ամեն ինչ նորմալ է, վերջ, մնացած ժամանակը դու արդեն ծառայում ես, դու սխալվելու իրավունք չունես, որտեվ ամենաաննշան սխալը կարող է մեծ հետևանք ունենալ։ Շատ լավ, եթե դուք փորձեք ամբողջացնել, ինչպիսին է հայ կինը, ինչպիսին պետք է լինի, մենք այնքան շատ ենք խոսում, պատմությունից ի վեր տարբեր դրվագներում, երբ մենք կարողանում ենք հպարտանալ հայ կնոջ թե խոհեմությամբ, թե զսպվածությամբ, թե նաև ինքնազոհությամբ։
Հայկինը շատ հոգատար է, Հայկինը շատ նվիրված է, Հայկինը շատ լավ մայր է, նվիրված կին է։ Իսկ ինչպիսին պետք է լինի Հայկինը։ Ես կցանկանայի, որ Հայկինը լինի միշտ պահպանի իր առաքինությունը, իր բարեկրթությունը, իր համբերությունը, իր հոգատարությունը, նվիրվածությունը, ընտանիքին, հարազատներին, աշխատանքին, իր պարկեշտությունը։ Ես շատ եմ ցանկանում, որ Հայկինը ինքն իր իդեալական կերպարը, կատարյալ կերպարը պահպանի։ Մենք ես ինքս պատասխանատու եմ այդ անվան համար։ Փորձում եմ իմ գործով, իմ պահվածքով, իմ ընտանիքով, երեխայիս դաստիարակությամբ հասնեմ հնարավորինս այդ տեսակին։ Պիտի կրկնվեմ եւ ասեմ ամենաառաջին հերթին խելացի, իմաստուն պահպանելով հայկական ավանդույթները եւ համադրելով ներկա պահին կյանքը ինչ է թելադրում։ Այո, պիտի լինի նաեւ այսպես շրջահայաց, պիտի լինի փոքր ժամանակից դեռ հայ աղջիկներին բոլորս էլ sense պոտենցիալ մայրիկներ ենք, չէ՞ դաստիարակում։ Իրենք էլ իրենց տիկնիկների հետ խաղալուց մայրիկներ։ Այո, ես ուզում եմ աղջիկները լինեն իմ դուստրը նույնպես բավականին մեծ է, պիտի մտնի կյանք, ես իրեն դիտում եմ իմաստուն, խելացի, քաջ եւ կատարյալ, այսպես մայր կոչմանը արժանի աղջիկ։ Ես կարծում եմ այսպես։ Մայր, ի վերջո այսպես ամփոփելով նայվել են ձեր խոսքը։ Իմ կարծիքով հայ կնոջ կերպարը ասոցացվում է համեստությամբ եւ հեզությամբ։ Նա կինը, ով իր ողջ կարողությունները ներդնում է զավակի դաստիարակությանը, ընտանիքի ներդաշնակության համար, կին, ով աշխատում է տղամարդկանց աշխարհում, կոնկրետ իմ օրինակով, սակայն արարում եւ ապրում կանանց աշխարհում։ Ինչու շեշտեցի արարել բառը, քանզի կինը հենց ինքը կյանք է եւ ինչպես կոչում էր եւ այդպես էլ կոչում էր Աստվածաշնչյան Ադամը Եվային։ Կցանկանայի նախ շնորհավորել բոլոր կանանց մարտի 8-ը, թող լինեն սիրված եւ գնահատված, ստեղծագործեն այնպիսի միջավայրում, ուր անձնական իրավունքների պաշտպանության խնդիր չառաջանա։ Շնորհակալություն, խնդրեմ։ Ես նույնպես շնորհավորում եմ մարտի 8-ը, շնորհավորում եմ մեծ ընդգծված կերպ նախ մեր մայրերին եւ բոլոր կանանց մաղթում եմ նրանց բարեկեցություն ընտանիքներում, շրջապատում, որպեսզի միշտ տրամադրություն ունենան ժպտան, պահպանեն իրենց կանացիությունը, հարգանք զգան բոլորից եւ նույն հարգանքով իհարկե վերաբերվեն շրջապատին եւ երբեք իրավունքների, ազատությունների սահմանափակում նրանք չվերապրեն։ Շնորհակալություն, խնդրեմ տատա։ Ես հայ կանանց, առավելապես հայ կանանց եմ շնորհավորում, իհարկե բոլոր կանանց նույնպես եւ մաղթում եմ առողջություն։ Գիտեք, մենք խնդիր ունենք, ազգապահպան խնդիր ունենք, պարտավոր ենք առողջ լինել, որ պաշտպանենք մեր ընտանիքները, մեր առողջությամբ եւ ցանկանում եմ բոլորին հարմոնիա, ներդաշնակություն, ներսում, դրսում, հոգում եւ շուրջը։ Այսպես շնորհավոր հայ կանայք։ Շնորհակալություն, խնդրեմ։ Բոլոր բառերն ասեցի, ինչ ասեմ, պաշտպանված են, առողջ են։ Շնորհակալություն մաղթանքների համար եւ մեր տաղավարում հյուրընկալվելու համար եւս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր կանանց եւ աղջիկներին, ինչպես նաեւ ցանկանում եմ անպայման նաեւ շնորհավորել հայ տղամարդուն, քանի որ նման հմայիչ եւ ժպտերես կանայք կան, հայ կանայք լավագույնն են։ Մնացեք մեզ հետ, եթերում մեր Կիրակի երեկոյանը մենք հանդիպելու ենք հաջորդ Կիրակի երեկոյան։